Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ այսօր այս գեղեցիկ աշնանային օրը մենք հյուրընկալվել ենք Արարատյան դաշտի բարեբեր, Բերքաբեր համայնքներից մեկում Մարմարաշենում եւ քանի որ մենք Արարատի հայացքի ներքո ենք, մենք հյուրընկալվել ենք մի անձնավորության, որ իր մասնակցությունն է բերել բոլոր պատերազմներին, Արցախյան առաջին պատերազմից սկսած եւ լեգենդար հայդուկ ջոկատի հրամանատարներից մեկին ենք մենք հյուրընկալվել, պարոն Կարեն Ռաշոյանին, որը ստեղծել է մի գեղեցիկ անկյուն իր հայրենի գյուղում եւ այն անվանակոչել է այն տեղանքի անվանմամբ, ինչը որ իրեն շատ հարազատ է։ Այն կոչվում է Խուստուփի արծիվ այն դիրքերի անունով, որտեղ որ ինքը ժամանակին պաշտպանել է։ Բարև ձեզ։ Մենք ուրախ ենք ձեզ հյուրընկալվելու եւ այն ընթացքը, որ պետք է նախապատրաստվենք, դուք արդեն որսացիք ծածանը, ինքը արծաթափայլ ծածան է, ծածանազգիների, ինչը որ մեր հայ կական խոհանոցի առումով այդքան էլ ընդունված չի, այդքան էլ տարածված չի, բայց Արարատյան դաշտում, մասնավորապես Մասիսի տարածաշրջանում ինքը շատ տարածված է։ Հիմա մենք ինչ կպատրաստենք ձեր որսած ծածանից։ Սազանից ուրեմն կպատրաստենք ուխա։ Ուխան ձկնապուր ասենք, որպեսզի ձկնապուր, այո։ Մեջը լինելու է գազարը, պղպեղը, կարտոֆիլը եւ բանջարեղենը։ Ու երացնելու ենք դառնալու է հաճելի ձկնապուր։ Այո։ Քանի որ մեր զինվորական հարուստ անցյալ եւ կենսագրություն ունի պարոն Ռաշոյանը, այս կերակուրը ավելի կոլեկտիվ, ավելի ընդհանրական եւ սա այն կերակուրներից է, որ եթե ձեր ջոկատը լիներ, ձեր ջոկատի տղաները լինեին, դուք էլի կպատրաստեք եւ նրանով քյուրասիրեիք։ Այո, հենց ջոկատի հրամանատարից եմ սովորել, ճիշտն ասած։ Փառք Աստծո։ Մեր ջոկատի հրամանատարից եմ սովորել։ Մենք շատ ճիշտ տեղն ենք, այսպես բերում հանգույցները միավորում, ջոկատի հրամանատարը սա ժամանակին սարքում էր ձեզ հյուրասիրելու համար մարտի դաշտում, թե չէ, իր ձկնաբուծարանում եմ համտեսել, ինքնասարք է, հենց սա այն Այրապետյանն է, մեր ջոկատի հրամանատարն էր։ Ու տեղից սովորել եմ։ Ձեր ջոկատը կոչվում էր Հայդուկ, չէ՞։ Հայդուկ ջոկատ, այո։ Իսկ դերքերը որ պահում եք Խուստուփի արծիվ։ Խուստուփի արծիվ ես եղել եմ այդ վաղ 93 թվականին, 92 թվականին Հորադիզում։ Մերը Ղափանի ջոկատներ, հետո նոր մեր Մասիսի ջոկատի հետ եմ միացել։ Այո։ Մասիսի ջոկատից լեգենդար Լևոնի հետ, հա, երևի։ Դե շատ ուժեղ հրամանատարներ ենք ունեցել, Լևոնն էլ էր մեր հավաք ընկերներից, մեր հրամանատարներից, բայց գլխավոր հրամանատարը եղել է Անդրանիկ Բարությանը, եղել է Մանուկյան Գնելը, հետո Այրապետյան Սայաթը, Սայեն Այրապետյանը, այո։ Ես էլ եղել եմ դասակի հրամանատար Սայեն Այրապետյանի օրոքով, տենց երկու պատերազմներին մասնակցել եմ, այս վերջի երկու պատերազմներին։ Առաջի պատերազմին էլ եղել եմ Ղափանի ջոկատի հետ, զինվորական ծառայության վաղտ է եղել 92-93 թվականին։ Դե խոսքով։ Սիրելի հեռուստատող, հատուկ այս կապակցությամբ նաև ես հատուկ տարազ եմ հագել ձկնային, որ հետո ցույց կտանք։ Հիմա մենք ինչից սկսենք։ Երևի թե թեփուկները մաքրելուց, այո։ Հետո կբացենք փորը։ Հայլու։ Սիրելի հեռուստատող, նայում եք որ ձուկը որտեղից են մաքրում։ Ասում եմ ձուկը բանը հոտում է գլխից, բայց մաքրում են պոչից, չէ՞։ Իհարկե ինքը թարմ ձուկ է, այնպես ինչպես որ Մարմարաշենի մեր այս ձկնաբուծարանում սա շատ ոչ այնքան կան ոչ միայն ձկնաբուծարան է, որքան որ հանգստի գոտի։ Այո, գալիս են ձկնորսները հիմնականում։ Ձուկը որսում են, իրանց ձեռով սարքում են, ամեն մեկը մի ձևով։ Իրանց ընտանիքներով, ընկերներով։ Ինքը ամբողջ աշխարհում ձկնորսությունը ընդունված է ոչ միայն որպես կեցության ձև, ոչ միայն ձև, որով հնարավորություն է տրվում, որպեսզի դու որսաս եւ ճաշակես ձուկը, այլ կա նաեւ սպորտային ձկնորսություն, այլ նաեւ հանգստի ձև, որտեղ ինքը շատ հանգստացնող է։ Եվ դուք պատկերացրեք այս քաղաքի առօրյան այդ նյարդային վիճակը եւ դու գալիս ես ժամերով կարթը գցում ես եւ քո ամբողջ ուշքու միտքդ միայն նրա շուրջ է, որպեսզի
այդ ձուկը որսաս եւ ընկերներիդ մոտ իրեն զարմացնել, չէ՞։ Այո։ Եվ հայտնի անեկդոտներ կան, չէ՞, ձկնորսների, որ ուզում են ցույց տան չափերը, ասում այսքան մեծ ձուկ է բռնել, այնպես ինչպես որ կարող եք տեսնել Սևանա լճի այս կողմերը տարբեր տեղեր այսպես ցույց են տալ, չէ՞, որ այսքան չափերը մեծ են։ Մեկ անգամ կապում են ձեռքերը, որպեսզի չկարողանա, ասում է այնքան մեծ է ձուկը, որ ամեն աչքը միայն չափի։ Ձկնորսները դե շատ է հիմնականը սիրում են, չէ՞։ Ամեն ինչը գովալ մեծացնել, հա։ Նախահեղափոխական Ռուսաստանում դու գիտեք, որ երկու տիպի մարդկանցից վկայություն չէի վերցնում, հա, դատարաններում, քանի որ ձեր զավակը իրավաբան է, ասեմ, որ դրանք ձկնորսներն են եւ որսորդները, որովհետեւ իրանք այնքան են գլուխ գովում, որ ճշմարտությունից բավական հեռու էր։ Փորոտիկը հանում ենք, վստահ եմ, որ սա այդքան էլ ակնահաճո չէ հեռուստադիտողի համար, կարող ենք այս մասը արդեն ընդհատել, հետո վերադառնանք այս ժամանակ, երբ արդեն կտրտելուց։ Մենք ավարտեցինք արդեն իր նախապատրաստական մասը, այն մասը, որ մենք չենք օգտագործելու եւ մեզ խանգարելու, հիմա իրան մասնատենք այն չափերով, պարոն Փաշյան, ինչ որ դուք ցանկանայիք, որպեսզի մենք կաթսայի մեջ տեղավորեինք, հա։ Հիմա կվերցնենք մանտեր կկտրտենք, այս փոչերի մասերն էլ կհեռացնենք։ Բայց դա կօգտագործենք։ Օգտագործենք էս։ Անշուշտ։ Դե ուրեմն ասենք Ասեմ ինչու, որովհետև մենք կարող ենք իրեն կտրատել, կարող ենք մաքրելու ենք մեջից, անենք ոսկ տոպրակի մեջ թողնել, այսինքն այդ ոսկրահամն է կտա։ Ուրեմն թարմ ձկան այս գույնը, տեսքը անբացատրելի է եւ եթե դուք ցանկանում եք վայելել ձկնապուր ծածանից, ապա պիտի գաք Արատի մարզ, Մարմարաշեն գյուղ եւ վայելեք։ Իսկ եթե դուք ուզում եք հետեւել մեր այս եւ մնացած հաղորդումներին, պիտի բաժանորդագրվեք Երկիր մեդիա հեռուստաընկերության Facebook-յան եւ YouTube-յան էջերին, որպեսզի տեսնեք ինչպես այս, այնպես էլ մեր մնացած խոհարարական հաղորդումները եւ ընդհանրապես Երկիր մեդիա հեռուստաընկերության մնացած բոլոր հաղորդումները։ կտրտենք։ Ասեմ, որ մինչև իսկ ձկնապուրի պատրաստումը արդեն իսկ այս տեսքի թարմությունը հուշում է, թե մենք ինչ համեղագույն, այսպես ուտեստ ենք ստանալու եւ քանի որ ապուր է, մեր ձեռք ինչ որ կա, մենք կօգտագործենք, հա։ Կաթսան նկատում եք մոտ է զինվորականին, չէ՞։ Արշավական կաթսա է, որ մենք եթե երկու ցից կանենք, հա, փայտից եւ տակը խարույկ կվառենք, հա։ Հիմա ինչ ենք, դուք արդեն որպես փորձառու եւ հմուտ հրամանատար, բանը, այսպես ասած, կառավարեք եւ ղեկավարեք այս process-ը, չէ՞։ Տեղավորեցինք։ Ու արդեն բանջարեղենն ենք կտրտելու, որ ինքը հետը։ Այո։ Մեր հեռուստադիտողը գիտի, որ լավագույն ուտեստները պատրաստվում են բնության մեջ, պատրաստվում են սեփական ձեռքերով, ընկերների մասնակցությամբ եւ պատրաստվում են այն ուտեստները, որոնք որ պատրաստվում են բնական կրակի վրա, չէ՞։ Այո։ Ես ինչ անեմ, ինչով օգնեմ։ Ինչով օգնեք, դա անում ենք, այդքան էլ դժվար գործ չի։ Պարոն Ռաշոյան, ասում եմ, ով ինչ լավ է անում, թող նրանով է զբաղվի։ Դու լավ խոսում ես, դու լավ խոսա, ես էլ լավ պատրաստեմ, ես էլ լավ պատրաստեմ։ Այստեղ համաձայնել մենք չենք կարող իհարկե, չհամաձայնել չենք կարող, որովհետև պարոն Ռաշոյանը իսկապես լավ պատրաստում է։ Մի մանրամասն էլ ասեմ, որ պարոն Ռաշոյանը ոչ միայն լավ տիրապետում է մարտական արվեստներին, այլ նաև լավ տիրապետում է խոհարարական դանակին եւ չնայած իշամեղուները փորձում են խանգարել, բնական է, որ մենք բնության մեջ ենք եւ շրջապատված ենք մեր բնության ոչ միայն սանիտարներով, այլ նաև բնության այն մարդկանցով, ովքեր պարազիտներ են, ինչպես որ մեր հարևաններն են, չէ՞, պարազիտներ, որոնք որ անընդհատ ոտնձգում են մեր ինքնիշխանության եւ անկախության, մեր ժողովրդի կեցության դեմ եւ
այնպիսի մարդիկ, որպիսիք են պարոն Ռաշոյանը, իրենք էլ հենց այն մարդիկ են, ովքեր որ այդ պարազիտներին վերացնելու սանիտարական գործն են իրեն ձեռքը վերցրել եւ փայլուն կատարել են մի քանի պատերազմների ընթացքում։ Ավելացնում ենք սոխից հետո գլուխ սոխ, հետո ռեհան, ճիշտ եմ ասում։ Ճիշտ է, սամիթը։ Սամիթը, Հենց հայտնի ասացվածք ունենք, չէ՞, ասում եմ սամիթ է։ Այո, հենց սամիթը իսկական ոնց որ հատուկ ձկան։ Այո։ Սամիթը բոլոր ձկնապուրների պարտադիր բաղադրիչն է։ Ճիշտ ասած, ես ռեհանի հետ կապված հիմա մենք փորձենք համը, սա երևի ձեր հեղինակայի։ Այո, ես եմ ճիշտ ասած լցել, դե հիմա ամեն մեկը մի ձև է սարքում, բայց ես սենց եմ փորձել, շատ լավ է ստացվել, սա կսարքենք պարոն Խաչիկյան, փորձենք, տեսնենք որ իրոք վայելելու հոտ ունի։ Ափսոս, որ մեր ժամանակակից տեխնոլոգիաները դեռ թույլ չեն տալիս, որպեսզի մենք հոտն է կարողանանք փոխանցել, ինչպես նաև համը, բայց այդ առաքելությունը պարոն Ռաշոյանի հետ մենք միասին կտանենք, հա։ Մենք ձեզ փոխանցում ենք այս տեսքը, ձայնը, բայց համն ու հոտը մենք վերջում կփոխանցենք։ Այս պարոն Խաչիկյան, մեր գյուղի կանաչին է, ճիշտ ասած, հենց մեր հողամասինն է, ու ինքը համարյա թե կարամ ասեմ, այդ թունը ալքիմիկատներից вообще չենք տվել ու շատ երևի հոտներ քաշեցիք, անուշ հոտ ուներ։ Այո։ Մեր գյուղացիները հիմնականը Մարմարաշինում զբաղվում են կանաչի մշակելով գյուղատնտեսական բանջարան բոստանային կուլտուրայով զբաղվում։ Ինքը ավելի շատ բանջարաբոստանային ու մեր գյուղի կանաչիները ինքը ճանաչված հայտնի է Մարմարաշինում։ Այսինքն երբ որ ուզում եք լավ կանաչի առնել, անպայման վաճառողից հարցնում եք, սա որտեղինն է։ Մարմարաշինն է։ Եվ ինչպես որ ասում են Արամուսի գազարն է, չէ՞։ Այո։ Այնպես էլ ասում են Մարմարաշենի կանաչին է։ Ավելացնում ենք համը։ Թարմության եւ որակի հաշվին բոլորը այսպես փայլուն հոտ ունեն։ Ճիշտ է, նայում եք, տեսքի տեսակետից այսպես պղպեղները այդքան էլ այսպես գեղեցիկ չեն, ինչպես որ այսպես կոչված սուպերմարկետներում, հանրախանութներում վաճառվողները, բայց իրենք բնական տեսք ունեն, բնական գույն ունեն եւ բնականաբար նրանց համն էլ բնական եւ հոտն էլ շատ բնականաբար շատ գեղեցիկ է։ Վստահ եմ, որ մեր օպերատորները հիմա ցույց կտան վերևից, թե մենք ինչ տեսք ենք ստանում, եթե իհարկե մեր կամերաները, մեր տեսախցիկները չեն կարողանում ֆիքսել։ Հիմա լոլիկն ենք մասնատում։ Այո, էլի մանտր կտրտում ենք, ինքը մեկ է, եփելուց լրիվ հալվելու է։ Այո։ Փշերը դուրս են գալու։ Փշերը լրիվ դուրս են գալու ծածանից։ Եվ ծածանվելու են միայն հյութը եւ այն մասը ձկան, որը զերծ է լինելու փշերից եւ թեփուկներից։ Հիմա գազարը մաքրենք։ Այո, խոսացինք Արամուսից, գազարն է մաքրենք։ Դե տա գազարն էլ մաքրենք, լցնենք ու մեկ էլ կարտոֆիլը կլցնենք ու կդնենք կրակի վրա։ Բայց մտածեմ գազարը արդեն ուրիշ տեղից եք, հա, գնում։ Գազարը, այո, գազարը մեր գյուղի մեջ շուկայից են վերցրել։ Իսկ կարտոֆիլը։ Կարտոֆիլն էլ է մեր գյուղի։ Շատ գեղեցիկ տեսք ունի։ Գազարին այլ կերպ ասում են ստեպխին։ Հա։ Մեր արևմտահայ բարեկամները շատ գեղեցիկ բառ է։ Ցանկալի կլինի գազարը մի քիչ շատ լցեմ, որտեվ ինքը հենց գազարը այս ձկան բուլյոնի ինքն է արամատը տալիս։ Բույրը։ Այո։ Ինքը աշխարհում տարբեր տիպի ձկնապուրներ կան
Եվ սա կլինի Մարմարաշենի, հա։ Այո, սարքել եմ, պնդաճակատով եմ սարքել, շատ համեղ ա եղել։ Նայած ճաշակի, հա։ Նայած քիմքին։ Արդյոք սիրում եմ մի քիչ պղպեղը շատ ես անում։ Մենք ունենք գազարը կտրատելու տարբեր ձևեր, այս դեպքում կտրատում ենք ոչ զոյկաձև, այլ խորանաթաձև։ Չնայած դա նշանակություն չունի, ինչպես ասում է պարոն Ռաշոյանը, իրենք այնքան են միախառնվում, որ միասեռ զանգված է ստացվում, հա երևի։ Այո, հենց Ընդհանրապես մենք պետք է կարողանանք փշերը հանել։ հետաքրքրությունը հենց այդ դա, որ ասենք ինքը պետք է շատ էփի, հա, որ ամբողջովին լրիվ Հյուսանման զանգված այո, ստացվում։ խաշի նման, դից ինքը ավելի բնդանում է այդ հյութը, իր սուպը։ Սերի հերոսատող տեսեք ինչքան կարևոր է որ տղամարդն է պատրաստում, որովհետև տղամարդը նաև շատ տեղեր փորձում է, իր քիմքը ինքը ավելի լավ է զգում, ինչու ասեցի, որովհետև խաշն էլ ընդունված է որ տղամարդիկ են պատրաստում, եւ ընդհանրապես հայկական խոհանոցի գրեթե բոլոր զարդերը, բացի տոլմայից, պատրաստում են տղամարդիկ։ Խաշ կլինի, խորոված կլինի, քյաբաբ կլինի, այն ամենը ինչ որ ուրիշներն ասում են բադաձերը, չէ՞։ Չնայած ձկնապուրը այս դեպքում պետք է ասենք որ հայկական ավանդական չի, բայց եթե մենք Մարմարաշենում գանք եւ փորձենք հենց տեղի ծածան, բնդաճակատ, այլ ձկնատեսակներով, ինքը կստացվի մեր հայկական արդեն ձկնապուրն է։ Այո, ռուսները դες արքում են, երևի ինձ թվում է բացի սև բիբարից ու այդպես բաներից ուրիշ բան չեն գտնում, չէ՞, ռուսական։ Բայց մեր հայերը Այս բանջարեղենը խոհանոցը այն է ինչ որ քո շուրջը աճում է, այն ինչ որ քո շուրջը տեսնում ես, դրա համար էլ նրանց մոտ երևի թե քիչ է եղել ժամանակին, իսկ մեր մոտ շատ, հա։ Իր ասում բանջարեղենը մեր բանջարեղենի նման։ Ես էլ օգնեմ էլի մի փոքր, որ ստացվի միայն։ Մենք հիմա խոհանոցի ամենադժվար գործն ենք անում, կարտոֆիլն ենք կլպում։ Դուք ծառայել եք խորհրդային բանակում, թե հայկական բանակում։ Չէ, հայկական բանակում, հենց երկրորդ զորակոչիկը ես եմ, մենք ենք եղել մեր պրիզիվներն, այո։ Իսկ ձեր հանգստյան գոտին քանի տարի է որ գործում է պարոն Ռաշոյան։ Ուրեմն 97 թվականից ստեղծել ենք հայրիկիս հետ այս տարածքը, իրար հետ ենք սա ամեն ինչը սարքել, ծառները տնկ է, լիճը սարքելով, բանով սա ամեն ինչը։ Հետո որոշեցի, որ հանգստի գոտի սարքեմ, ձկնորսական։ Ես զբաղվում էինք մենակ աճացնելով։ Այո։ Հիմա արդեն սարքել ենք, որ մարդիկ գան, ձկնորսությամբ զբաղվեն, հանգստանան, ավելի հետաքրքիր ասենց, մարդկանց էլ գիտես, որ մի բանով օգտակար ես ելնում, մարդիկ էլ գնում են, ամեն լավ, էլի լավ ընկերների հետ ես ծանոթանում։ Ինչպես որ մենք ծանոթացանք իրար հետ։ Այո։ Այս հաղորդումը հնարավորություն է տալիս նաև իրար հետ ծանոթանալու, շփվելու լավ մարդկանց հետ եւ տեսեք իրար հետ շփվելու, իրար հետ ծանոթանալու հարթակներից մեկն էլ Facebook-ն է եւ YouTube-ը եւ որպեսզի դուք էլ այսօր հետևեք, կարող եք միանալ Երկիր մեդիա հեռուստաընկերությանը, նրա Facebook-յան կամ YouTube-յան էջերում եւ դիտել այս հաղորդումները եւ հիշում ենք հասցեն Արատի մարզ, գյուղ, Մարմարաշեն, շատ հեռու չէ Երևանից, ընդամենը մի 20 կիլոմետր, հա։ 15-ից 20 կիլոմետր։ 15-ից 20 կիլոմետր եւ երբ որ ուզում եք կտրվել քաղաքային առօրյայից Երևանյան այդ մղձավանջիչ ասֆալտ բետոնյա, գալիս եք Մարմարաշեն, ձեր ձեռքն եք վերցնում կարթը, որսում եք ծածանը կամ պնդաճակատիկը եւ պատրաստում եք ձկնապուր Կարեն Ռաշոյանի բաղադրատոմսով։ Հիմա մնացել է ինչ է։ Ջուրը լցնենք ու արդեն իսկ աղը եւ պղպեղը ձեր ասած մի քիչ թող եփի, որ ըստ պարոն Կարեն Ռաշոյանի
բաղադրատոմսի մենք կեփենք, այնուհետ կավելացնենք աղը եւ պղպեղը։ Այդ պարագայում մենք թերևս խարույկը պատրաստենք, հա, կրակը պատրաստենք։ Սիրելի հեռուստադիտողներ, եկավ մեր հաղորդման թերևս ամենահաճելի մասը, երբ որ ես պարոն Ռաշոյանի հետ մեկտեղ պետք է ճաշակենք եւ փորձարկենք մեր ձկնապուրը։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Արարատի մարզում, Մարմարաշեն գյուղում, Խուստուփի արծիվ հանգստյան գոտում։ Ինձնից ձախ գտնվում է մի հրաշագեղ լճակ, որ իր տեսքով հիշեցնում է Սևանի տեսքը, իհարկե խորությամբ եւ չափերով բնականաբար Սևանի չափ չէ։ Մենք պատրաստեցինք ձկնապուր, որը թերևս Խուստուփի արծիվ կոչվում էր ձեր դիրքը, սա կոչվի Խուստուփի ձկնապուր, թե Մարմարաշենի։ Թող լինի Խուստուփի ձկնապուրը, որովհետեւ Խուստուփը, գիտեք, մեր սրբազան լեռներից մեկն է, Նժդեհի հետ կապված, մեր կապանի սիմվոլն է, խորհրդանիշն է։ Եվ հաց է դրված մեր սեղանի, խնդրենք, քանի որ հացը, այսպես ասած, դանակ չի սիրում, խնդրենք, որպեսզի պարոն Ռաշյանը լավաշը կտրի հայկական, ավանդական ձևով, որպեսզի այս ձկնապուրը փորձենք։ Քեզ լավաշներ է, հա, ձեր գյուղում են թխում։ Հա, մեր գյուղի փուրն է, ինքը թունդրա լավաշ է, ցախով էլ թխում են։ Ցախը տվյալ դեպքում երևի ակատն է, հա, այդ Ծիրանի ցախով են թխում, հա։ Դուք պատկերացեք ինչ համ կունեն, հա։ Շատ համով հաց։ Հիմա մեկ հատ խնդրենք, ահա մոտեցնում ենք եւ փորձում ենք։ Մտածում եմ, որ տվյալ դեպքում մեկ թալն էլ բավարար է։ Հա, շատ համով պետք է լինի, որտեվ ինքը պատրաստեց օջախի վրա։ Մեր պարոն Ռաշոյանը, ինչպես որ ժամանակին կռվել, այդպես էլ այս հանգստյան գոտին է սարքել, սիրով, նվիրվածությամբ, այդպես էլ այս ձկնապուրը պատրաստեց սիրով եւ նվիրվածությամբ, եւ ասեմ, որ փառահեղ համ ունի։ Մենք հատուկ այնպես արեցինք, որպեսզի չմիախառնվի, որպեսզի ծածանը նույնպես երևա, այսպես չոսկրազատվի, եւ ասեմ, որ բավականին հարուստ համ ունի, հարուստ այնպես, ինչպես որ պարոն Ռաշոյանի կենսագրությունն է, եւ շնորհակալություն այդենք ձեզ հյուրընկալվելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ, որ ինչ ասեմ, գրավիրենք բոլորին, թող կան մեր մոտ, զբաղվեն ձկնորսությամբ, ինչու՞ չէ նաև սենց հետաքրքիր համով ճաշեր պատրաստելու, խորոված սարքելու ձկան, մենք էլ կօգնենք, կցանկանանք բոլորն էլ տեսնեն ու Հայաստանում տարբեր տեղեր, տարբեր համայնքներ կապ ունեն ձկան հետ, գիտեք Կաթնախպյուրը, Չերքեզի ձորը Գյումրիում եւ վստահ եմ, որ Հայաստանի ձկնային քարտեզի վրա Սևանը բնականաբար մեր տարբեր գետերը եւ վստահ եմ, որ Հայաստանի ձկնային եւ ձկնային туриզմի եւ ձկնային խոհարարության туриզմի հետ կապված Մարմարաշենը նույնպես իր խոսքը դեռ ունի ասելու եւ որպեսզի համոզվեք, որ սա նույնպես հրաշալի վայր է, առաջարկում եմ գալ Արարատի մարզ, գյուղ Մարմարաշեն, Խուստուփի արծիվ հանգստյան գոտի, որտեղ դուք ձեր ձեռքով կորսաք ձեր նախընտրելի ձկնատեսակները եւ այդ ձեր նախընտրելի ձկնատեսակներից կպատրաստեք այնպիսի համեղ ձկնապուրներ, խորովածներ, ինչպիսին որ այսօր մատուցվում է Խուստուփի արծիվ հանգստյան գոտում։ Շնորհակալություն, ձուկը սիրում է խաղաղություն եւ խաղաղություն ենք մաղթում մեր երկրին, կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց, տա Աստված խաղաղության մեջ, Աստծով ամենաազգային Երկիր մեդիա հեռուստաընկերության Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարի շրջանակներում։